Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մենք կրկին Afel Armenia YouTube-յան ալիքի եթերում ենք, որտեղ վարկյանն իրանց կտրվի հերթական խաղային շաբաթվա մեկտարկը ու առաջինը միմիազդեմ կմրցեն էլիտ լիգա ներկայացնող երկու թիմեր Borussia Mönchengladbach ու Werder-ը շատ հետաքրքիր ու լարված հանդիպում է սպասվելու մեզ, ընդամենը մի քանի վարկյանից կմեկտարկի հանդիպումը, եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ ու սկսենք Borussia Mönchengladbach-ից Մանվել Պապիկյանը պաշտպանում է դարպասը համար 1, Գառնիկ Սարգսյան համար 2, Արման Մարտիրոսյան համար 3, Հարություն Թորոսյան համար 4, Անդրանիկ Ադամյան համար 5 կա մրցավարի Սուլիչը ու մեկտարկած է հանդիպումը գնացինք այս հետաքրքիր հանդիպումը միասին վայելելու շարունակեմ ծանոթացնել Գլադբախի հայտարարությունը Սևակ Մանուչարյան համար 9, թիմի ավակ Արմեն Խաչատրյան համար 10, Ռաֆայել Ղազարյան համար 11 հիմա անմիջապես Վերդերը անցավ գրոյի ու Էլոյանը այստեղ վաստակում է անկյունային հարվածի հնարավորություն Գլադբախի հայտարարությունը ավարտին հասնեն Վանիկ Պետրոսյան համար 14 եւ Հրաչյա Սարգսյան համար 49 Ադանյան ցածից փոխանցում Էրզրումյանին բայց Էրզրումյանի հարվածի ճանապարհը այստեղ փակվեց այո Վերդերը ակտիվ մեկտարկեց հանդիպումը իսկ հիմա Բորուսիայի պատասխանը տեսնենք Մանուչարյան Եզրային նետում իրականացի Գլադբախը արագորեն նետեց Մանուչարյանը գնդակը Սարգսյանից էլ փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ, բայց Հայկ Մուրադյանն է այստեղ առաջինը արձագանքում գնդակին ու եզրից է հիմա նետելու արդեն Բորուսյան եկեք ծանոթանանք նաև Վերդերի հայտարարությունի հետ Ջունիորը պաշտպանում է դարպասը համար 1 Էրիկ Էլոյան համար 7 Համլետ Մկրտչյան համար 8 Հայկ Մուրադյան համար 10, թիմի ավակ Մայիս Մելքոնյան համար 11, Խաչատուր Էրզումյան համար 14, Սուլեյման Անիմասյան համար 18, Գևորգ Պողոսյան համար 20, Զորա Բադարյան համար 23 եւ Դեմբա Պապե համար 26, այո, երկու ֆուտբոլիստ միանգամից այսօր համալրել են Վերդերի հայտարարությունը, երկու ֆուտբոլիստներից նորամուտի հանդիպումն են այսպես ասած անցկացնում։ Խոսքս վերաբերվում է Վերդերի դարպասապա Ջունիորին եւ Դեմբա Պապեին ու տեսնենք եվս մեկ եզրային նետում հիմա իրականացնի Վերդերը Էլոյանն է պատրաստում եզրային նետում իրականացնել Մկրտչյանի հետ խաղարկեց գնդակը ու ուժեղ փոխանցում առաջ այո նախորդ տուրում Գլադբախի առաջին հանդիպումը անցկացեց մրցելով Չելսիի դեմ դրամատիկ խաղում իսկապես որը ստացվեց այդ 50 րոպեների ընթացքում որտեղ Բորուսիան պարտվում էր 2-0 հաշվով առաջի խաղակեսի ավարտից հետո կարողացան երկրորդ խաղակեսի մեկտարկում իսկապես կամք ցուցադրել ու երկու գնդակ հեղինակել հանդիպան Աշիվը հավասարեցնել, բայց այդ խաղում իսկապես հերոսացավ Borussia Mönchengladbach-ի պաշտպան Հարություն Թորոսյանը վերջին վարկյաններին եւ Պապիկյանը արդեն բոլորին շրջանցել էր ու դատարկ դարպասը կարող էր գրավել, չգիտես թե որտեղից Թորոսյանը հայտվեց հարվածի ճանապարհին ու թույլ չտվեց որպեսզի գնդակը հայտվի երրորդ անգամ այդ խաղում Գլադբախի դարպասում այլապես դա իհարկե Չելսին հերթական 3 միավորը կպարգևեր այդ դրվագից անմիջապես 1 րոպե հետո արդեն մրցավարը ազդարեց հանդիպան ավարտը Մանուչարյան ունենք առաջին գնդակը արդեն այս անգամ Բորուսիան է բացում դիմակայության հաշիվը Սևակ Մանուչարյան բացված է հանդիպան հաշիվը, այո ինչու ասեցի այս անգամ արդեն Բորուսիան է բացում դիմակայության հաշիվը, քանի որ այս էլիտ լիգայի շրջանակներում մեկ հանդիպում է անցկացել Գլադբախը դա եղել է նախորդ տուրում եւ այնտեղ Չելսին էր բացել հանդիպան հաշիվը, այո Գլադբախը կարելի է ասել այս մրցաշարում առաջին անգամ է խաղադաշտում բացում հանդիպան հաշիվը եւ դա իհարկե հուսանք շարունակական կլինի Բորուսիան այն թիմերից է, որ իսկապես նույնիսկ մեկ գնդակի առավելությունը այն էլ այս մրցաշրջանում որպես այդպեսին ասեմ իհարկե շատ համալրումներ է կատարել Գլադբախի թիմի կազմում ձեռք բերելով մի անգամից մի քանի ֆուտբոլիստերի նախորդ տուրի ժամանակ խոսել եմ այդ մասին Պետրոսյանի, Ադամյանի, Կոշկարյանի ձեռքբերումների մասին ու հուսանք որ Գլադբախի իսկապես այս մրցաշարում արդեն շատ հեռու ծրագրեր ունի հիմա ես իսկ կնետիմ հենց Borussia Mönchengladbach-ը Պետրոսյանն է կատարում եզրային նետում Ադամյանին ստացավ պատասխան փոխանցումը խաղանկերոջից դեպի կենտրոն Սարգսյանը այստեղ շատ հաջող ընդունեց ու շրջվեց գնդակը եւ շատ լավն էր փոխանցումը դեպի ձախ եզր Մարտիրոսյանն է այստեղ էլ գրոյին միացել
Այո, երկու թիմերն էլ մրցում էին Winter Cup-ում, երկուստ էլ հիշեցնեմ շատ լավ ելույթեր ունեցան, այստեղ կա խաղի կանոնների խախտում անկասկած Անդրանիկ Ադամյանի կողմից Ադարյանի դեմ պայքարում ու սուլեց մրցավարը շատ մոտ էր կանգնած եւ հստակ ցույց տվեց իրավիճակը, այո, թիկունքից Ադամյանը իհարկե միտումնավոր խախտում չէր, բայց խաղի կանոնների խախտումը ամեն դեպքում կատարեց այստեղ։ Հիմա տեսնենք ինչ է պատահել Ադարյանին։ Կանգնեց ամեն դեպքում Զորաբ Ադարյանը ոտքի ու կշարունակի, այո, այս հանդիպումը լուրջ ոչինչ չկա, հուսանք լուրջ ոչինչ չկա, այսպես ասենք իհարկե հիմա ամեն գնով փորձի Ադարյանը շարունակել այս հանդիպումը, խաղարկում է Վերդերը գնդակ, այո, խոսեմ Winter Cup-ի մասին, որտեղ երկու թիմերն էլ փայլուն մրցաշրջան են անցկացրել, այս գրոյից հետո Մկրտչյանն է ձախեցնում, հարվածեց նույնիսկ ու Ադամյանը հասցնում է կանգնել գնդակի ճանապարհին, անկյունային հարվածի հնարավորություն է այս իրավիճակում վաստակում Համլետ Մկրտչյանը Վերդերի համար ինքն էլ պատրաստվում է իրականացնել անկյունայինը Բարձից փոխանցում դեպի Մելքոնյանը, բայց այստեղ հարված կատարել Մայիս Մելքոնյանին թույլ չտվեցին։ Ու ևս մեկ անկյունային է իրականացնում Վերդերը Ադարյանն է գնդակով։ Զորաբ Ադարյան հարված Թորոսյանն է հիմա էլ կանգնում գնդակի ճանապարհին ու թույլ չտվեց գնդակ անսիրելից Իս Պետրոսյանի փոխանցումը էլ ավելի հրաշալի պատկերացնել չէին կարող Մանուչարյան դուբլ 2-0 Գլադբախը մեծացնում է այս խաղում արդեն իր առավելությունը Դուբլ Սևակ Մանուչարյանից արդեն այս խաղում ընդամենը 5 րոպե պահանջվեց նրանից երկու գնդակ հեղինակել այս խաղում, բայց ինչ փոխանցում իհարկե կատարեց Վանիկ Պետրոսյանը Մանուչարյան դեպի Խաչատրյանը կարող էր ուղարկել դեպի Պետրոսյանը ուղարկեց ինչ իրավիճակ է հիմա Վերդերի դուգանայինի մատույցներում Մանուչարյան ու հիմա հետրիկից վարկաններ բաժանեցին, բայց վրա ասած Վանիկ Պետրոսյանը արդեն գոլային փոխանցման կողքին նաև գոլ է ավելացնում 3-0 դարձնելով այս հանդիպման հաշիվը մեծացնում է իսկապես Գլադբախի առավելությունը արդեն Այո, չստացվեց Մանուչարյանի փոխանցումը մի փոքր հաջող դեպի Պետրոսյանը, հետո եղավ փոխանցում դեպի թիմի ավակ Խաչատրյանը, Խաչատրյանի հարվածն լավը չէր, բայց վրա ասած Վանիկ Պետրոսյանը խփում է այս խաղում 3-րդ գնդակի առաջին գնդակ ու 3-0 դարձում հանդիպան հաշիվը, սա իսկապես շոկային մեկտարկ է Վերդերի համար նմանատիպ իրավիճակում ամբողջ Winter Cup-ի մրցաշարում չեն կարող հիշել Վերդերը որ խաղում էր հայտնվել իհարկե Վերդերը անհաջող մեկտարկեց Winter Cup, այնտեղ նույնիսկ եթե չեմ սխալվում 2-րդ կամ 3-րդ տուրում Լեռնային Արցախին զիջեցին 4-0 հաշվով, իհարկե դա կարող է կարծում եմ լինել ամենամոտ հաշիվը, որը հիմա գրանցվում է խաղադաշտում եւ Վերդերը պարտողի կարգավիճակում է։ Այո, ու հետո արդեն աստիճանաբար քայլ առ քայլ Վերդերը կայունացեց իր խաղը ու իսկապես շատ ափսոս որ Վերդերը Կիսա եզրափակիչում Winter Cup-ի լքեց մրցաշար, այո, ովքեր դիտում էին հանդիպումները կփաստեն Ատլետիկոյից ընդհանուր դիմակայությունում կրեց 4-3 պարտություն, բայց դիմակայությունում արժևում էր Վերդերը առաջին խաղում, առաջին խաղակեսից հետո, այսպես ասենք, հաղթողի կարգավիճակում է դիմակայությունում ուներ երկու գնդակի առավելություն, բայց իհարկե Ատլետիկոն վերադարձավ խաղ, կարողացավ վերադառնալ ու հիմա արդեն եզրափակիչում է, որտեղ սպասում է մրցակցին դա կլինի կամ Լեռնային Արցախը կամ Վիլյարեալ իհարկե այսպես ասած բավական մոտ է եզրափակիչի մյուս ուղեգիծը նվաճելուն Վիլյարեալը, որը առաջին խաղում Լեռնային Արցախի դեմ հաղթել է 3-1 հաշվով, այնտեղ եթե Վիլյարեալը դուրս է գալիս եզրափակիչ, ապա գերհետաքրքիր եզրափակիչ են ունենում Winter Cup-ում Պետրոսյանը այստեղ փորձեց արագացում իրականացնել, բայց Մկրտչյանը խլեց գնդակի, իսկ Գլադբախի մասով ասենք իհարկե Գլադբախն շատ հետաքրքիր պայքար առաջարկեց բոլորին, խմբային փուլը հաղթահարեց Բորուսյան Մայիս Մելքոնյանը հարված ու բարձր է ստացվում այստեղ են Մելքոնյանի փորձը Այո, Գլադբախը կարողացավ խմբային փուլը հաղթահարել 4 հորիզոնականով դուրս եկավ 1-8 եզրափակիչ ու երկու խաղերի արդյունքում հաղթեց Վոտֆորդին, մեկ գնդակի տարբերությամբ ընդամենը այո դիմակայությունում գրանցվեց ընդհանուր 6-5 հաշիվը, բայց հետո արդեն մեկ քառորդ եզրափակիչում, որը կարծում եմ ամենահաջող հանդիպումներից մեկը կարելի է Վերդան Բորուսիայի
համար պատասխան հանդիպանմացն է խոսքս երբ մրցում էին Լեռնային Արցախի դեմ ու առաջի խաղում արդեն կրել էին 3-2 հաշվով պարտություն կարողացան պատասխան խաղում նույն հաշվով տանել հաղթանակ Մանուչարյան հետրիկը կտեսնենք արդյոք բայց ոչ Էլոյանը թույլ չտվեց հետո էլ Մանուչարյանն է խաղթել այո խաղի կանոնները այս իրավիճակում այո խաղի կանոնների խախտում Մանուչարյանի կողմից էր եղել հարձակման ժամանակում խաղարկում է գնդակը Վերդերը, հետո իհարկե Բորուսյանն իսկապես արժանի էր ծափարությունների Վինտեր կապում, մեկ քաոտ եզրափակիչում կարողացան այդ բարդ խաղում տանել հաղթանակ Լեռնային Արցախի դեմ ու հետո միայն այդ խաղային 11 մեծանոց հարվածաշարով զիջեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստերին, հիմա էլ Ղազարյանը խախտեց խաղի կանոնները, բայց ամեն դեպքում գնդակը մնացել է Վերդերի մոտ, այդ իսկ պատճառով չի սուլում մրցավարը, Մելքոնյանն ու չանցավ այստեղ նաև Մելքոնյանի փոխանցումը, բայց կարծես խաղի կանոնների խախտում է նշանակել մրցավարը, հիմա հասկանանք ինչ է պատահել Ղազարյանի ու Ադրյանի միջև, այո, ընդունում ես Ղազարյանի կատարած խախտումը ու այո, ստանդարտ դիմակ իրականացան Վերդերի ֆուտբոլիստները, Կասուլիչը պետք է ևս մեկ անգամ կրկնել ստանդարտը հիմա արդեն կարելի է խաղարկել Մուրադյանը գլորում է գնդակը Դեմբայի ուղղությամբ Դեմբա դեպի Ձախեսր, բայց այստեղ փակվեց Դեմբայի փոխանցման ճանապարհը ու եզից է նետում Մկրտչյանը Էլոյանի ուղղությամբ Էլոյան ուժեղ ստացվեց այս փոխանցումը ու հարված կտեսնենք Մամել Պապիկյանի պաշտպանած դարպասից այո, չի շտապում, հիմա Բորուսյան իսկապես շտապելու առիթ այսպես ասած չունեն Բորուսյանի ֆուտբոլիստները այս խաղում հաղթում են 3-0 հաշվով եւ դա իհարկե միայն ու միայն Վերդերի մտածելի խնդիրն է, այսպես ասեմ, նրանք պետք է փորձեն որքան հնարավոր է մոտենալ մրցակցին գոլերի տեսանկյունությամբ ասում, քանի որ 3-0 այն էլ այսպիսի Բորուսիայի դեմ խաղում ետ վերադառնալ շատ բարդ է լինելու, չասենք կանոնարին, քանի որ Վերդերի կամային հատկանիշներով էլ ավելի է փայլում այս մրցաշարում, այս տարի ԱՖԼ-ում, բայց իհարկե բարդ կլինի ամեն դեպքում։ Պետք է մտածել միջև այդ պիշման գնալը նախ բաց թողնել, հետո փորձել մեկը, երկուսը իհարկե որքան կստացվի ետ բերել։ Վանիկ Պետրոսյան, լավն էր խաղարկումը Սարգսյանի հետ։ Դեպի Ղազարյանը, բայց այստեղ Ղազարյանի փոխանցումը չստացվեց, Ադամյանին բաժանացավ գնդակը։ Նորից Սարգսյանին է ուղարկում, բայց հեռու թողեց արդեն Սարգսյանը այստեղ գնդակը ու հարված կտեսնենք Ջունիորի պաշտպանած դարպասից։ Դեմբա Ադարյանին ուղարկեց գնդակը, այստեղ կա Սարգսյանի ճնշումը թիկունքից, բայց շատ վստահ ու համառորեն գործեց Ադարյանը, հետո արդեն կորցրեցին գնդակը Վերդերի ֆուտբոլիստները, բայց Մելքոնյանը վերականգնեց, իսկ այստեղ Սարգսյանը արդեն շատ հաջող է գործում Մելքոնյանի դեմ պայքարում եւ հակագրոհում է հիմա Գլադբախը, եթե այս փոխանցումներ եզրափակել գոլով Սևակ Մանուչարյանը եզրափակել, ապա իհարկե Պետրոսյանին կարելի էր լավագույն այսպես ասած փոխանցումների մեդալ շնորհել, իսկապես շատ հաջող մրցաշրջան է անցկացնում Վանիկ Պետրոսյանը, թե Վինտեր կապում Ատալանտայի կազմում, թե արդեն այս խաղում, որը նորամուտի խաղն է իդեպ նրա համար Բորուսիա Մյունխեն-Գլադբախի կազմում, այս խաղում արդեն մեկ գնդակ ու մեկ գոլային փոխանցում ունի իր անվան դիմաց Պետրոսյանը գրանցած, ճիշտ է նա նախորդ տուրում նույնպես կար հայտարարություն, բայց այսպես ասած ներկա չէր հանդիպանը, արդեն այսօր որպես նոմինալ այդպես նրա
Առաջին հանդիպումն է։ Ու իհարկե ավելի լավ մեկնարկ նորակումբի կազմում պատկերացնել հնարավոր չէր, իսկապես շատ առանցքային ֆուտբոլիստի է ձեռք բերել Բորուսիա Մյունխեն-Գլադբախը իր համար Էլոյան ուղարկեց գնդակը ավելի ետ Զորա Բադարյանի ուղղությամբ, Բադարյանն էլ Ջունիորին ասացյոց հիմա ռիսկի դիմեց Ջունիորը եթե Մանուչարյանը այստեղ կռեր նրա մտահղացում, ապա չորրորդ գնդակը նույնպես կտեսնեինք, իսկ այստեղ գնդակի կորուստ Պետրոսյան ու բարձր ստացվեց այս փորձը Վանիկ Պետրոսյանի հարված կլինի։ Ջունիորի դարպասից Արագոնեն տեղադրեց գնդակը Ջունիորը ուղարկեց Հայկ Մուրադյանին, Մուրադյանն դեպի Էրզրումյանը շատ լավ նկատեց Էրզրումյանը Մելքոնյանի առաջ խաղացումը, բայց այս փոխանցումը ամեն դեպքում Պապիկյանը հեռացեց, այո, այնպես ստացվեց, որ Մելքոնյանը փոխանցում էր կատարում, բայց դա ստացվեց որովհետև նաև հարված ու ամեն դեպքում Պապիկյանը ապահովության համար հեռացեց այստեղ գնդակը, հիմա անկյունային է իրականացնում Մկրտչյանը բարձից փոխանցում, բայց այստեղ շատ հեռուն գնաց գնդակը, Մելքոնյանը հարված Պապիկյանը այստեղ արդեն շատ վստահ գործեց ու նետումը շատ լավն էր դեպի Մանուչարյանը, ափսոս այստեղ չստացեց Մանուչարյանի հնարքը, Մելքոնյան դեպի Էրզրումյանը, տեսնենք ինչ իրավիճակ է հիմա, Էրզրումյան ու Պապիկյան այստեղ իսկապես արդեն փրկում է Գլադբախին վերահաս գոլից Մկրտչյան եւս մեկ փոխանցման փորձ փակվեց Պողոսյանն է գնդակով դեպի Մելքոնյանը Ադարյան ձախից կա Էլոյանի տարբերակը, բայց Ադարյանը այլ որոշում կայացեց ու այո անկյունային վաստակում է այս իրավիճակում Վերդերը, տեսնենք այս անկյունայինը այս ստանդարտերը գուցե օգնության կամ Վերդերի ֆուտբոլիստերին իհարկե որքան հնարավոր է շուտ առաջին պատասխան գնդակը խփելու համար Էլոյան չնստեց գնդակ Էլոյանի ոտքին ու եսիս տենտելու են արդեն Գլադբախի ֆուտբոլիստերը, բայց վիճ այդ փոփոխություն Գլադբախի կազմում Խաչատրյանը վերադառնում է խաղադաշտ փոխարինելով Սևակ Մանուչարյանին կատարված է Եզրային նետումը Պետրոսյան դեպի Մարտիրոսյանը մեկ հպումով էլ Սարգսյանին Մարտիրոսյանը հասցեագեց գնդակը բայց Մելքոնյանը տեսեք ինչ համար պայքար է մղում միջև վերջը իհարկե պայքարելու Մելքոնյան այս իրավիճակում Սարգսյան ամեն դեպքում ստացվեց Սարգսյանի մոտ մնալ գնդակով դեպի Ղազարյանը Ղազարյանն էլ դեպի ավելի աջ դեպի Պետրոսյանը բայց Էլոյանը շատ արագ է այստեղ ու տեսնենք այս արագությունը ինչի կվերածի Էլոյանը Չկա խախտում, կա այո, կա խաղի կանոնների խախտում, Պետրոսյանը խախտել է խաղի կանոնները Սուլիչը Մկրտչյանն է գնդակի մոտ, բարձից փոխանցում ու այստեղ Թորոսյանն առաջինն է արձագանքում գնդակին, Սարգսյանն էլ որքան հնարավոր է հեռուն ուղարկեց գնդակը, եկավ այն Մկրտչյանի մոտ եւս մեկ հարված ու եւս մեկը, բայց երկու դեպքում էլ Թորոսյանն է փակում հարվածի ճանապարհը, այո ինչ իրավիճակ էր, որտեղ կարող էր ամեն դեպքում իհարկե Մկրտչյանի հարվածներից որևէ մեկը դիպուկ ստացվել, բայց ինչ անես երբ Թորոսյանը նման կերպ է պաշտպանվում այո անկյունային է ամեն դեպքում հաղարկել Վերդերը Մկրտչյան Էրզրումյանն ուղարկեց գնդակը բայց այստեղ էլ Մարտիրոսյանն լավ գործում ու հիմա հակագրոհում է Բորուսյան, բայց Ադարյանը հասցրեց այստեղ շատ վստահ գործել ու պայել գնդակի իր մոտ, այո դուրս չի եկել գնդակը դաշտի սահմաններից Մելքոնյան դեպի Մուրադյան ուղարկեց, Մուրադյանն էլ դեպի կենտրոն, բայց Խաչատրյանը արդեն նաև պաշտպանությունում է հասցնում օգնել խաղանկարներին, իսկ Ղազարյանի այս տարածությունը հաղթահարել է գեղեցիկ է փոխանցումը, նույնպես Սարգսյան ու հարվածեց Սարգսյանը դուրս չի եկել գնդակը դաշտի սահմաններից, շարունակվում է Գլադբախի գրող Ռաֆայել Ղազարյան Սարգսյան եւս մեկ հարված ու անկյունային է արդեն վաստակում Բորուսյան այս իրավիճակում Հրաչյա Սարգսյանի կատարած հարվածից հետո
ու հիմա արդեն Խաչատրյանը կիրացնի անկյունայինը հիշեցնեմ Չելսի դեմ 2 գնդակներն էլ Բորուսիան խփեց հենց անկյունայինի խաղարկումից հիմա եւս մեկ փոխանցում բայց Ջունիորը հեռացնում է գնդակը Եզից կնետի Բորուսիան Սարգսյան ցածից փոխանցում այստեղ Ադարյաններ ու Պողոսյանին ուղարկեց գնդակը հակը գրով Վերդերից Պողոսյան Էրզրումյան գուցե հիմա ստացվի որևէ բան Մելքոնյան Էրզրումյան վտանգավոր է այո մեկ գնդակ ամեն դեպքում ստացվեց հեղինակել Վերդերի մոտ 3-1 դարձավ հանդիպան հաշիվը Խաչատուր Էրզրումյանը Էդի դիգայում բացում է իր գոլերի քանակը Խաչատրյան ու մի անգամից արված հետևեց այստեղ Բորուսիա Մյունխեն-Գլադբախի ահվակից, եթե հիմա պատասխան արվածը այսպես ասած գոլով ավարտվեր Բորուսիայի, ապա պատկերացնում եք ինչ կատարվեր խաղադաշտում, իսկ այո Էրզրումյանը կարողացավ մինչև ընդմիջման գնալը ամեն դեպքում կրճատել հանդիպան հաշիվը 3-1 է հիմա ու իհարկե հոգեբանորեն որոշակի առավելություն հիմա պետք է Վերդերը ստանա քան իհարկե մինչև գնդակ հեղինակելներ Եթե եւս մեկ ամեն դեպքում իհարկե ստացի Վերդերի մոտ ետ բերելու գնալ ընդմիջման 3-2 հաշվով, ապա պատկերացնում եք ինչ կրակոտ երկրորդ խաղակես կսպասվի մեզ։ Այնպես չէ որ 3-1 հաշվի պայմաններում այդ խաղակեսը մենք չենք ունենա, բայց իհարկե Վերդերը ավելի կտրամադրվի հանդիպանը Վանիկ Պետրոսյան ու Էլոյանն է այստեղ էլ հաջող գործում եկավ գնդակը Ադարյանին ով զարգացնում է արագություն բավական տարածություն ակտարեց Էրզումյան Մելքոնյան Պողոսյան վտանգավոր է Գևորգ Պողոսյան հարված սեպետ դարպասին դարեց Մելքոնյան ու բավական բարձր է ստացվում այստեղ Մայիս Մելքոնյանի կատարած հարվածը Հիմա սխալ Բորուսիայի ֆուտբոլիստերի կողմից դարպասից դուրս գալուց ինչ այստեղ Թորոսյան չի դիպել արդյոք գնդակը Թորոսյանի ձեռքին իհարկե հիմա դաթարի ընթացքում կարծում եմ մրցավարը կուսումնասիրի դրվագը իսկ հիմա այո դիպավ գնդակը Ռաֆայել Ղազարյանի ձեռքին սուլեց մրցավարը հիմա այո դրվագը կդիտի մրցավարը եւ հասկանանք 11 մեծանոց հարված կար թե ոչ այս իրավիճակում Դիտեց այո մրցավարը դրվագի կրկնապատկերը ու հիմա Վերդերը ավելի լավ հնարավորության մասին մտածել Պարզապես չէր կարող այո միջև ընդմիջման գնալ հիմա կարող են եւս մեկը հեղինակել ու նվազագույնի հասցնել տարբերությունը Վերդերի ֆուտբոլիստերը բայց վաստակելը դեռ բավական չէ դեռ պետք է դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը տեսնենք ով է պատրաստվում հարվածը կատարելուն Վերդերի ֆուտբոլիստերից կարծես այո թիմի ավակ Մայիս Մելքոնյանն է վերցրել գնդակը նա կհարվածի նշակետից ու տեսնենք Մելքոնյան թե Պապիկյան այս փոքրիկ դիմակայությունումով ավելի ուժեղ կգտնվի ամեն ինչ պատրաստ է արդեն տեսնենք Կա մրցավարի սուլիչը Մելքոնյանը մոտենում է գնդակին ու հարվածը ամեն դեպքում այո հայտնվեց դարպասում 3-2 կրճատում է նորից Վերդերը հանդիպան հաշիվ ու խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է այո մի փոքր հանգստանանք որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլասերներ մենք վերադառնում ենք Վերդերն են Բորուսիա Մյունխեն-Գլադբախի հանդիպան երկրորդ խաղակեսը միասին դիտելու գեր գոլարատ առաջի խաղակես ունեցանք 5 գնդակ այո գրանցվեց առաջի խաղակեսում հաղթում էր խոշոր հաշվով Բորուսիա Մյունխեն-Գլադբախը 7-րդ րոպեի դրությամբ ու պատկերացնում եք Վերդերը կարողացավ երկուսը հեղինակել իսկ հիմա անմիջապես շանս երկրորդ խաղակեսի մեկ տարկում բայց Մկրտչյանի հարվածը այստեղ բարձր է ստացվում այո հիշեցնեմ ովքեր դարձան գոլերի հեղինակներ դա Սևակ Մանուչյանը դուբլի հեղինակ դարձավ 2-0 դարձնելով հանդիպան հաշիվը հետո Վանիկ Պետրոսյանը խփեց այս խաղում 3-րդ գնդակ ու 3-0 դարձեց հանդիպան հաշիվը բայց 21-րդ եւ 24-րդ րոպեներին Խաչատուր Էրզրումյանն ու Մայիս Մելքոնյանը 11 մետրանոցից վերջինս գրավեց դարպասը 2 գնդակ
Ետ բերեց Վերդերը ու թիմերը գնացին ընդմիշտման 3-2 հաշվի պայմաններում ու տեսնենք արդեն երկրորդ խաղակեսում ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն թիմերը մեզ եկեք նորից արագորեն բերի չենք մրցող թիմերի հայտարարությունները սկսենք Բորուսիայից Մավել Պապիկյանը պաշտպանում է դարպասը համար 1 Գառնիկ Սարգսյան համար 2 Արման Մարտիրոսյան համար 3 Հարություն Թորոսյան համար 4 Անդրանիկ Ադամյան համար 5 Սևակ Մանուչարյան համար 9 Արմեն Խաչատրյան համար 10 թիմի ավակտը Ռաֆայել Ղազարյան համար 11 Վանիկ Պետրոսյան համար 14 եւ Հրաչյա Սարգսյան համար 49 Հիմա ստանդարտ է վաստակել Վերդերը կամ մրցավարի Սուրիչը տեսնենք Մելքոնյանը ինչպես է պատրաստում իրականացնել այս տուկանայինը Անմիջապես հարված հետևեց ու այստեղ Թորոսյանը հեռացեց գնդակը անկյունային այո հիմա էլ իրականացնեն Վերդերի ֆուտբոլիստները Պողոսյանն է հիմա էլ պատրաստում այս ստանդարտը խաղարկել Կա փոխանցում Էլոյանը այստեղ երկրորդ հարգում առաջինն էր, բայց հարվածը չստացվեց Էլոյանի մոտ ու եկեք հիմա արդեն ծանոթանանք Նաև Վերդերի հայտարարցակի հետ Ջունիորը դարպասում է համար 1 Էրիկ Էլոյան համար 7 Համլետ Բկրչյան համար 8 Հայկ Մուրադյան համար 10 Մայիս Մելքոնյան համար 11-ով թիմի ավակն է Խաչատուրը Էրզումյան համար 14 Սուլեյման Անիմասաուն համար 18 Գևորգ Պողոսյան համար 20 եւ Զորա Բադարյան համար 23 Նաև իհարկե առաջին հանդիպումն է անցկացնում Վերդերի կազմում ինչպես առաջին խաղակեսում նշեցի Դեմբա Պապեն համար 26 Պողոսյանն է գնդակով, Ադամյանն է պայքարում նրա դեմ, բայց ստացվեց Պողոսյանի մոտ մնալ գնդակով, հետո էլ արդեն խաղի կանոնները, այո, խաղթեց Ադամյանը ու Պողոսյանը գնդակի մոտ է խաղարկում Մելքոնյանի հետ, բայց այստեղ Ղազարյանը հաջող խլում իրականացրեց գեղեցիկ գործողություն եք տեսնում Ղազարյանից այս իրավիճակում Խաչատրյան դեպի Ադամյանը ու արագ գրոհի է իմաստում Գլադբախը բայց Ադամյանի փոխանցման ճանապարհին Էլոյանը կանգնեց Հետո էլ Ադամյանը մաքուր խլում իրականացրեց հրաշալի փոխանցում Խաչատրյանին ով հանդիպան հաշիվը կարող է 4-2 դարձնել, բայց Ջունիորը փրկեց, հետո էլ Մանուչարյանի հարվածը շեղությամբ ստացվեց այս իրավիճակում, այ էս իրավիճակ, որը առաջացավ հիմա Վերդերի Դուգանային հրապարակում, այո, մեղադրել այստեղ ոչ ոքի չեն կարող Շատ լավ գրոհեց այստեղ Բորուսյան, շատ լավ սկսեց ամեն ինչ Ադամյանը Բայց գրոհի եզրափակիչ մասը մի փոքր հաջող չստացվեց Գլադբախի ֆուտբոլիստների համար Մանուչարյան չկա ոչինչ, այո, այստեղ մաքուր է գործել Ադարյանը, Մելքոնյանի հետ պատխաղարկում, բայց Ղազարյանը տաթույլ չտվեց մինչև վերջ իրականանա Այո, էլիտ լիգայում պատկերը այս պայդրությամբ հետևյալն է իսկապես շատ հագեցած ու շատ հետաքրքիր մրցաշրջան, որտեղ թիմերը 16 թիմերը ներգրավվել այս փոխանցումը հրաշալի էր, որը կատարեց Խաչատրյանը Եվս մեկ պատխաղարկման փորձ, բայց այստեղ ուժեղ ստացվեց այս կատարած փոխանցումը Խաչատրյանի ու Պողոսյանը սկսում է դարպասից, այո, դուրս է եկել կարծես գնդակը դաշտի սահմաններից Մուրադյան լավ էր նկատել Էրզումյանին, բայց փոխանցման ճանապարհին կանգնեց Մարտիրոսյանը Խաչատրյան թողեց գնդակը Ղազարյանին Ղազարյանն էլ դեպի Մարտիրոսյանը շատ գրագետ գործեց Մարտիրոսյանը այստեղ Ադամյան գեղեցիկ անցում էր Տեսնենք շարունակությունը ինչ կմտածի Ադամյանը եւս մեկ հրաշալի անցում Ադամյանից գեղեցիկ փոխանցում ու եթե այստեղ հասներ գնդակը Մանուչարյանին ու Մանուչյանը դառնար գոլի հեղինակ իհարկե գոլը առաջինը կանվանեինք Ադամյանի հանվան դիմաց իսկ այս հակագրոհը Վերդերից Համլետ Մկրտչյան վտանգավոր է բայց այստեղ մի փոքր թույլ ստացվեց Մկրտչյանի փոխանցում ու հեռացեցին Բորուսիայի ֆուտբոլիստները եսից կնետի Վերդերը Մելքոնյան դեպի Մկրտչյանը նետեց Հայկ Մուրադյան Գնդակով է Մուրադյանը Դեպի Էլոյանը լավն էր փոխանցումը տեսնենք Էլոյանի գրոհի շարունակությունը ինչպես է ստացվելու հարվածով ավարտվեց ամեն դեպքում Վերդերի գրոհը բայց Էլոյանի մոտ այս կատարած հարվածը բարձր ստացվեց Այո 16 թիմեր ներգրավված են էլիտ լիգայում նրանք են Չելսին, Էվերտոնը, Վիլիարեալը, Ինտերը, Լեռնային Արցախը, Մանչեսթեր Սիթին Բորուսիա Մյունխեն-Գլադբախը, Ատլետիկոն, Վերդերը, Յուվենտուսը, Բավարիան, Տոթենհեմը, Վոտֆորդը, Կադիսը, Աջափնյակը եւ Սելտան։ Այս 16 թիմերը միասին որոշելու են էլիտ լիգայի այս մրցաշրջանի հաղթողի անունը տեսնենք իհարկե որ ակումբը կնվաճի այս սպասված Տիտղոսը Ղազարյան ու Ջունիորը այստեղ
կանգնեց Ղազարյանի կարծում եմ փոխանցման ճանապարհին ամեն դեպքում սա հարվածի իմիտացիա կարող է լինել Մելքոնյան հիմա հակագրով Վերդերից լավ է նկատել Մկրտչյանին ու փոխանցում դել հազավ Համլետ Մկրտչյանին նորից Մելքոնյան տեսնենք ինչով կավարտվի այս գրով բայց Վերդերի խնդիրը այստեղ ավելի բարդացեց Մկրտչյանը պետք է հարվածեր ամեն դեպքում կան իհարկե փոխանցել Մելքոնյանին դա ավելի իհարկե գծեց Վերդերի գրոհի տեմպը այս պայի դրությամբ առաջատարը Չելսին ով 2 հանդիպումներ անց է կացել ու 4 միավորով գլխավորում է մրցաշարային ակուսակը Էվերտոնը, Վիլյարեալը, Ինտերը եւ Լեռնային Արցախը ունեն մեկական անցկացած հանդիպումներ եւ 2-ից 5-րդ հորիզոնականում են համապատասխանաբար 3-ական միավորներով ունի նաեւ 3 միավոր Մանչեսթեր Սիթին, բայց արդեն Սիթին 2 հանդիպումից հետո ունի 3 միավոր, 1 հաղթանակ, 1 պարտություն, որը տեղի ունեցավ նախորդ տուրում Էվերտոնի դեմ խաղում։ Մելքոնյան տեսնենք այս գրոհը Մելքոնյան հարված ու Պապիկյանը փրկում է այստեղ արդեն Գլադբախին Մուրադյան թույլ չտվեց որպեսզի Գլադբախը հակագրող կազմակերպի Մկրտչյանին ուղարկեց ստացավ պատասխան փոխանցումը եւ այո շատ ճիշտ վարվեց գնդակը ետ ուղարկելով Ջունիորին այլ տարբերակներ չկային այստեղ ու խորքից Վերդերը եւս մեկ գրոհ պետք է սկսի Էլոյան Նորից Ջունիոր Ադարյանը հիմա պրեսինգ է գնացել Գլադբախը, բայց Վերդերը շատ լավ դուրս եկավ պաշտպանությունից Մելքոնյան գեղեցիկ գործողություն Գուցե հարվածի հենց Մելքոնյանը ոչ, փոխանցեց Մկրտչյանին, Մկրտչյանն էլ թողնում է գնդակ Էլոյանին, մի փոքր երկարացեցին Վերդերի ֆուտբոլիստները այս գրոհը, բայց իհարկե ինչ անես, եթե Գլադբախը շատ ճիշտ է վերադասավորվել Գևորգ Պողոսյան, բայց այստեղ փակվեց Պողոսյանի փոխանցման ճանապարհը, Ադամյանն է դիել գնդակին Ուղարկեց Ղազարյանին ու այստեղ Էլոյանը մաքուր է գործել, այո Չկար խաղի կանոնների խախտում ըստ մրցավարի Համլետ Մկրտչյան աչեզից է հիմա զարգանում Վերդերի գրոհ, սա հարված էր Մկրտչյանից ու անկյունային իրականացնի հիմա Վերդերը անդրադարձ եղավ ամեն դեպքում ու անկյունայինը տեսնենք ինչ է տալու Վերդերի ֆուտբոլիստերին Էլոյանը արագորեն խաղարկեց գնդակը Ադարյանի հետ Հերվից հարված Ադարյանից ու այստեղ եւս մեկ անդրադարձ եղավ եւս մեկ անկյունային իրականացնեն Վերդերի ֆուտբոլիստները բայց արդեն հակառակ եզից Այստեղից էլ Պողոսյանը իրականացնի անկյունայինը Բարձից եւս մեկ փոխանցում, բայց շատ հեռուն գնաց այստեղ գնդակ ու եսից արդեն կնետի Բորուսիա Մյունխեն-Գլադբախը Այո այն հաշիվը, որը գրանցվել է առաջի խաղակեսում առայժմ այդ հաշիվն ենք մենք տեսնում լուսատախտակին առայժմ գոլային փոփոխություններ չկան Եվս մեկ փոփոխություն է տեղի ունենում Վերդերի կազմում Պողոսյանի փոխարեն Դեմբան է մտնում խաղադաշտ կրկին ու տեսնենք արդեն ավելի թարմ ուժերով Դեմբան ինչ կփորձի առաջարկել Մանուչարյան պայեց գնդակի մոտ Սևակ Մանուչարյանը Մուրազյանը այստեղ թիկունքից լավ աշխատեց ու թույլ չտվեց Մանուչարյանին առաջ շարժվել հիմա Ադամյանն է գնդակով Եվս մեկ գեղեցիկ անցում Ադամյանի շատ վստահ իրեն զգում դաշտի միջին հատվածում իսկապես Ադամյանը Խաչատրյան լավն էր փոխանցում ու արդեն Սարգսյանի մոտ հարված կատարել Շտացվեց եւ Էլոյանի արագացումն եք տեսնում 3-2-ի դիմաց Վերդերը նետվել է առաջ Մելքոնյան լավն էր այս նրբանկատ փոխանցումը բայց արդեն Էրզումյանը այլ ուղղության վրա է սպասում գնդակին հիմա էլ արդեն պատխաղարկումը ավարտվեց Վերդերի համար գնդակի կորստով այո Իսկապես շատ արագ, շատ կայծակտային հակագրող կազմակերպեցին Վերդերի ֆուտբոլիստները, բայց եզրափակիչ մասը այս իրավիճակում հաջող չստացվեց, իսկ հիմա եթե Մանուչարյանը կարողանար ավելի, այսպես ասած, հաջող դիճքում լիներ կամ մի փոքր պարզապես ավելի
Շեղեր գնդակի ուղղությունը ապա մենք կարող ենք նորից Գլադբախին տեսնել հաշվի մեջ երկու գնդակի տարբերությամբ հաղթելիս Խաչատրյան մեկ հպումով դեպի Ադամյանն է ուղարկում գնդակը գրոհում է Գլադբախ Ադամյան ու հիմա ջունիորը պարզապես փրկում է այստեղ Վերդերին շկրակոս տեսանք Անդրանիկ Ադամյանի կողմից բայց Վերդերի դարպասապա շատ հաջող գործեց այստեղ Համլետ Մկրտչյանն է հիմա էլ ձախ եզրում Փոխանցում դեպի Մելքոնյանը հասավ այս փոխանցումը Ասիատիոչը Մելքոնյանը կրունկով դեպի Էրզումյանը Էրզումյան հարված ու թույլ ստացվեց ձախ ոտքով այստեղ Խաչատուրը Էրզումյանի կատարած հարված այո Մանվել Պապիկյանը այս իրավիճակում խնդիրն է չունեցավ գնդակին տիրելու գործում Ադամյան դեպի Սարգսյանն ուղարկում գնդակը Սարգսյանն էլ շատ լավ անցում կատարեց շատ լավ Փոխանցում ստացավ ու նորից Բորուսյան գոլի հեղինակ է դառնում Բորուսյան նորից երկու գնդակի տարբերությամբ է հաղթում Վերդերին այս պայդրությամբ Հրաշյա Սարգսյան 4-2 իսկապես շատ ճքե խաղարկում իրականացեցին Բորուսիա Մյունխեն-Գլադբախի երկու ֆուտբոլիստներ Սարգսյանն ու Սևակ Մանուչարյանն էլ այս խաղում իր դուբլի կողքին այո նաև ավելացեց 1 գոլային փոխանցում ու այսպես միայնակ դուրս գալով դարպասապայի դիմաց շատ լավ հարվածեց Սարգսյանը ոչ մի շանս այստեղ չտվեց ջունիորին ու նորից Գլադբախը հաղթում է երկու գնդակի տարբերությամբ Ադարյան Ադաշն գնդակով է Ադարյանը հիմա շատ ճիշտ պահին փոխանցեց Էլոյանին Էլոյան անցումը ստացվեց դեպի Մելքոնյանը Մելքոնյանն էլ դեպի Դեմբան Դեմբա հերվից փորձ ինչ այստեղ հանրադարձ բայց վտանգավոր այլևս ոչինչ չէ քանի որ գնդակը Մանվել Պապիկյանի ձեռքերում է ու վերցրեց այն ու ուժեղ փոխանցում է կատարում դեպի Մանուչարյանը բայց այստեղ արդեն շատ հեռուն գնաց գնդակ ու եզիս նետելու են Վերդերի ֆուտբոլիստները Մկրտչյան Դեմբա Էլոյանին ուղարկեց գնդակը շատ լավ գործեց Էլոյանը Մկրտչյան Լավն էր փոխանցում է Էրզրումյան ու հիմա էլ Էրզումյանի արվաստը բարձր ստացվում այո Եվս մեկ լավ հնարավորություն է Վերդերը հիմա նորից կրճատելու հաշիվը չեմ ասում իհարկե հավասարեցնելու մասին Քանի որ դեռ երկու գնդակ իհարկե Վերդերը եթե ցանկանում ես դրանում ես երկու կարծիք չունեմ միանշանակ Վերդերը իհարկե ցանկանում է իր բացման խաղում չպարտվել պետք է հեղինակեն երկու գնդակ ու խուսափեն մտածեն ինչպես խուսափել այս խաղում պարտությունից Գլադբախը իսկապես այսօր շատ լավ մրցակցություն է առաջարկել Վերդերին ու շատ վստահ են առայժմ Բորուսիայի ֆուտբոլիստները իրենց գում խաղադաշտում Մանուչարյան մեկ հպումով ուղարկեց գնդակը Խաչատրյանին Կրկին Մանուչարյան, նորից Խաչատրյան, հիմա եթե Գլադբախը խփի 5-րդ իսկ դառնում է Խաչատրյանը, ապա արդեն ամեն ինչ ավելի ու ավելի է բարդանում Վերդերի համար 5-2 է դառնում հանդիպան հաշիվը։ Այո, հիմա էլ թիմի ավակ Խաչատրյանը դարձավ գոլի հեղինակ Արմեն Խաչատրյանը հանդիպան հաշիվը դարձրեց 5-2 իհարկե արդեն բարդ է պատկերացնել թե այս հանդիպումը ինչպես պետք է փրկի Վերդերը իհարկե չասեմ նորից անհնարին է քանի որ կա ժամանակ ու Վերդերը մեզ ապացուցեց դա առաջին խաղակեսի վերջնամասում երբ 5 րոպե 4 րոպե պահանջվեց Վերդերից երկու գնդակ հեղինակելու համար բայց հիմա արդեն Խնդիրը այլ է հիմա արդեն 3 գնդակ են զիջում Գլադբախին ու հանդիպան ավարտին մնացել է 8 րոպե խաղա ժամանակ Խաչատրյանը պահել է գնդակը դաշտի սահմաններում Ուղարկեց Մանուչարյանին Դեպի կենտրոն Սարգսյանի ուղղությամբ բայց Դեմբան հաջող գործեց այստեղ նորից գնդակը տեսեք վարկյաններ է պահանջվում Գլադբախից վերականգնելու համար Սարգսյան վտանգավոր իրավիճակ է բայց Էլոյանը հասնում է այստեղ թույլ չտալ Սարգսյանին հարված կատարել ու Վերդերն է փորձում գրոհ կազմակերպել Մելքոնյան Դեպի Մկրտչյանը ուղարկեց գնդակը Մկրտչյանն է Էրզումյանին բայց այս փոխանցման ճանապարհին հրաչա Սարգսյանն է կանգնում ու սկսում է Գլադբախի ևս մեկ գրոհ
Խաչատրյան հանգստացնում է հիմա Խաչատրյանը շտապելու ոչինչ իհարկե չունի Բորուսիան այս պահի դրությամբ Սևակ Մանուչարյան շատ լավ տեղափոխություն դեպի Աչեզր բայց Թորոսյանի հարվածը այստեղ չստացվեց թույլ ստացվեց այսպես կլինի ասելու ամեն դեպքում Ջունիորը տիրեց գնդակին դեմբա Մելքոնյան ու նորից գնդակի կորուստ Վերդերի ֆուտբոլիստերի համար Եվ դեմբան այո խախտեց խաղի կանոնները Ղազարյանի դեմ պայքարում Սարգսյանը Աղարկում է ստանդարտը Սևակ Մանուչարյանին ուղարկելով հրաշալի է գործում Մանուչարյանը երկու դրվագում էլ Մանուչարյան ու կա այո կա խախտում Էլոյանի կողմից այս իրավիճակում Եվ ստանդարտ տուգաներին հարվածի հնարավորություն է այստեղ վաստակում Բորուսյան ու տեսնենք այս ստանդարտը ինչի կվերացեն Բորուսիա Մյունխենգլադբախի ֆուտբոլիստները հեռացավ Խաչատրյանը գնդակի մոտից միայն մնաց Սևակ Մանուչարյանը կարծում եմ հարված կատարելու համար կա Սուլիչը մրցավարի Սևակ Մանուչարյան Մանուչարյան եղավ անդրադարձ այստեղ ու անկյունային հարված է վաստակում Սևակ Մանուչարյանը Գլադբախի համար Եվ անկյունային է տեսնենք Ինչպես խաղարկի Բորուսյան բարձից փոխանցում այստեղ ավելի շատ Ղազարյանն ու Մարտիրոսյանը խանգարեցին միմյանց բայց հակագրոհել Վերդերի մոտ չստացվեց Թորոսյանը շատ լավ է գործում այստեղ ու թույլ չտվեց իսկապես Վերդերի հակագրոհը իրականանա Մայիս Մելքոնյան այստեղ էլ գնդակի կորուստ եղավ բայց հետո Մելքոնյանն էլ վերականգնեց գնդակը Իսկ այստեղ արդեն չհասկացան Մելքոնյանն ու Մկրտչյանը միմյանց ու արդյունքում գնդակը կորցրեցին Վերդերի տղաները Սարգսյան Թորոսյանին ուղարկեց, Թորոսյանն էլ տեղափոխեց գնդակը ավելի աճ Գառնիկ Սարգսյանի ուղղությամբ Հրաչյա Սարգսյան ու դեպի Արման Մարտիրոսյանն է Սարգսյան ուղարկում գնդակը շատ լավ է Գլադբախը խաղարկում տեսեք ինչ ազատ գոտի են ունի հիմա Վերդերը պաշտպանությունում Ադարյան այստեղ ամեն դեպքում փակեց գնդակի ճանապարհը Ադարյանը ուղարկեց Ջունիորին էլ Հայկ Մուրադյանին Մկրտչյան գեղեցիկ գործողություններ ու փոխանցումը նույնպես հաջող էր Մելքոնյան, բայց ինչ են անում հիմա Վերդերի ֆուտբոլիստները ավելի ճիշտ կլինի ասել դեմբան չհասկացավ Մելքոնյանին Մանուչարյան հետրիկը կտեսնենք արդյոք Մանուչարյանի ոչ Խաչատրյանն է այստեղ դառնում դուբլի հեղինակ փոխարենը 6-2 դարձնելով այս հանդիպան հաշիվը Արմեն Խաչատրյան 6-2 դարձավ հանդիպման հաշիվը, այո Մանուչարյանը գոլերի տեսանկյունից չդարձավ հետրիկի հեղինակ, բայց փոխարենը գոլային փոխանցումները հասցրեց հետրիկի, այո երրորդ գոլային փոխանցումներ Սևակ Մանուչարյանի համար այս խաղում ու շատ ճիշտ վարվեց իսկապես Այնպիսի փոխանցում կատարեց, որից հետո Խաչատրյանին մնացել է դատարկ դարպասը գրավել, ինչը շատ բարձր մակարդակով արեց Բորուսիա Մյունխենգլադբախի հավաքը 6-2 իհարկե հիմա արդեն ավելի հստակ ենք փաստում ու կնքում այն, որ Բորուսիան վաստակում է այս մրցաշրջանում իր առաջին 3 միավորը Այո, նյարդերը արդեն ֆուտբոլիստերի տեղի են տալիս և դա հասկանալի է
Ստանդարտ է այո մրցավարը նշանակել Վերդերի օգտին Մուրազյանը խաղարկում է այստեղ գնդակը Ադարյան Տեսնենք ինչ որոշում է կայացնում շատ լավ ներփոխանցումը դեպի Էրզումյանը իհարկե հիմա Վերդերի համար մեկ խնդիրը այն է որ որքան հնարավոր է այս խաղում ետ բերել գնդակների քանակը դա կարող են անել մեկ անգամ, երկու անգամ իհարկե դեռ ունի ժամանակ Վերդերը այս խաղում մոտավորապես 4 րոպե խաղաժամանակ կամ շեֆ հիմնական ժամանակի ավարտը 4 րոպեից մի փոքր ավելի քիչ Եդա բավական է 1 կամ 2 գնդակ իհարկե ետ բերելու 3 միավորի հետ կապված բոլոր հարցերի պատասխանը իհարկե տրված է այս խաղում Բայց ամեն դեպքում իհարկե Վերդերը կփորձի որքան հնարավոր է կրճատել հաշիվը եւ իհարկե դա կարող է անել շատ լավ մենք իսկապես առաջի խաղակեսի վերջնամ ասում այլ Վերդեր տեսանք քան երկրորդ խաղակեսում այո այն Վերդերով պայքարում է միջև վերջ երկրորդ խաղակեսում գրեթե ոչինչ չառաջարկեց Գլադբախին փոխարենը Գլադբախի շանսերի մեծամասնությունը օգտագործեց ու խնդրեմ այս հաշիվը ունենք մենք խաղադաշտում հիմա հարված կտեսնենք Մամել Պապիկյանի պաշտպանած դարպասից այստեղ շեղությամբ ստացվեց Մելքոնյանի հարվածի փորձը Խաղարկում է Պապիկյանը Մարտիրոսյանի հետ գնդակը Դեպի կենտրոն Սարգսյան կրկին Խաչատրյան Դեպի կենտրոն Ղազարյանին ուղարկեց այո շատ լավ իրավիճակ է եթե անցներ Ղազարյանի փոխանցումը դեպի Գառնիկ Սարգսյանը կարծում եմ չնկատեց Ղազարյան այստեղ Սարգսյանին այլ իրավիճակ է ստացվում իսկ հիմա Հրաչյա Սարգսյան Մանուչարյան ու Մանուչարյանը Նաև գոլերի տեսանկյունից է հետրիկի հեղինակ դառնում, այո 7-2 դարձավ հանդիպան հաշիվը։ Այո, ստացվեց Սևակ Մանուչյանի մոտ ոչ միայն գոլային փոխանցումներով, այլ նաև գոլերով հետրիկի հեղինակ դառնալ այս խաղում ու խնդրեմ այս պատկերն առաջացել խաղադաշտում, բայց հաջորդ գրոյի ժամանակ Էրզումյանը ֆենոմենալ հարվածով մեկ գնդակ հեղինակում է Վերդերի համար, այս խաղում էլ դուբլ գրացում իր անվան դիմաց։ Այո, անկասելի ստացվեց Էրզումյանի կատարած հարվածը հանդիպան վերջի րոպեի դրությամբ ու հանդիպան հաշիվը Էրզումյանը դարձրեց 7-3 Այո, 10 գնդակ ունեցանք այս խաղում ու դա իհարկե բավական էր այս հանդիպումը վայելելու համար իսկապես գոլառատ հանդիպում ստացվեց, ցանկալի հանդիպում ստացվեց իհարկե գոլերի տեսանկյունից Դեմբա Հերմից հարված ու հիմա էլ Դեմբայի հարվածը մի փոքր ճեղությամբ է ստացվում եւ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է 7-3 հաշվով հաղթում է Բորուսիա Մյունխեն-Գլադբախը ու մրցաշարային աղյուսակում միավորների քանակը հասնում 4-ի հավասարվելով Չելսին։ Խաղային օրը մեզ մոտ այս հանդիպումով ավարտվում է բարի գիշեր ու ամենայն բարիք։